Չէ, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցերի շահարկում էլի, որ ինքը որոշել է պիտի կանոնակարգ փոխի, չգիտեմ ինչեր սահմանի, մտնի եկեղեցիական կյանքի մեջ այդ մարդը, այդ իրավունքը իր վերապահել է։ Ես ասում եմ, ես այսօր հիմա այդ կարևոր խնդիրը չի։ Եվ սա ես չեմ ասում նրա համար, որ կաթողիկոսը կուսակրություն խախտել է, նա չի խախտել, նա հստակ բացատրեցին։ Այդ մարդը Չէ, բայց նաև ձեր տեսակետն է, որ դա այդ կուսակրոնության հարցը պիտի մի կողմ ռեֆորմները պիտի հանվի, դա հարց չի, այո։ Ես դա ինչի համար եմ ասում, դա ինձ համար ընդհանրապես հարց չի։ Տեսեք, ես այս դավաճանած սրբազանների հաշվով չասեցի, կուսակրոնությունը բան, այնտեղ շատերն էլ ընդཐུպ ինչը ոչ միայն 1, 2, 3 երեխա ունեն, շատերը։ Նիկոլ Փաշինյանը հրավիրել։ Դա ինձ համար հարց չի։ Դա ինձ համար հարց չի։ Հարցը այն է, որ այս մարդիկ այսօր միացել են եւ դավաճանական, հերձվածողական քաղաքականություն են վարում հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապարի դեմ, բայց ըստ էության հայ առաքելական։ Քիչ առաջ ասեցիք, որ կազմաքանդիչ բան է սա, համաշխարհային բան է, թուրքերի կողմից պլանավորված, ֆինանսավորված, քանդել հայ առաքելական եկեղեցի։ Հայ առաքելական եկեղեցի 10 հոգին։ Հայ ժողովրդի դավաճան սրիկաներ են։ Խաղաքարտ է հայ ժողովրդի ձեռքին հայ առաքելական եկեղեցին։ Ինչի առաքելական։ Առաջին ու միակ եկեղեցին է, որ առաքյալից է ընդունել քրիստոնեությունը։ Կարծեմ Պետրոս առաքյալից։ Սա միակ առավելությունն է։ Այդ եկեղեցին, այդ փոճուր եկեղեցին ավելի հարուստ է, քան թե չգիտեմ կաթոլիկ կամ այդ բողոքական եկեղեցին, կամ նույնիսկ ուղղափառ եկեղեցին ավելի հարուստ է։ Միայն այն ինչ որ ունենք Երուսաղեմում, եթե կարողանան ձևակերպել, արժի $60 միլիարդ։ Տեսեք ինչին է ուզում համաշխարհային բանը ձեռք գցել, համ ավիրել, համ կոտրել այս ամբողջ ցանցը, ամֆետ մեծ հարստությունը, պատրամասին լսել է Նիկոլը, պատկերացնում եք ինչ ախորժակով է մոտենում։ Պատկերացնում եք ինչ ախորժակով է մոտենում։ Թուրքերն էլ այնտեղից ինչ ախորժակով են մոտենում, նաև այդ նվազագույն թիվն եմ ասում, այն էլ մի պատրիարքայան է, որ Հայաստանի Հանրապետության արժեքը տնտեսական գնահատականներ վերջերս լույս տեսավ նաև իմ գիրքը, ես մյուս անգամ քեզ կբերեմ, մեգայական 92 միլիարդ $։ Շատ լավ, բայց նաև տպավորություն է, պարոն Բագրատյան, այն, որ ընդդիմությունը պառակտված է, այդպես էլ չի կարողանում միանալ։ Հիմա ես չգիտեմ, ինչ-որ թյուրիմացություններ են հրապարակ գալիս, դեռ չձևավորված գործիչներ են, ուժեր են, բայց առաջինը հարկ են համարում իրանց արևին, որ պիտի միավոր ներշահեն նրանով, որ նախկիններին բան ասեն։ Ձեզ էլ է դա վերաբերվում իմիջայլոց։ Մի հատ ինչ-որ հայտարարություն անեն, իրենց թվում է այս այդտեղից ինչ-որ միավոր գունը, բայց ինչ-որ կոչեր են անում, չգիտեք ինչի 10 մարդ չի ավելանում։ Նախ սրա մասին եմ պիտի խնդրեի, որ խոսեք։ Եվ երկրորդ, տեսեք, մենք ասում ենք, որ պիտի շատ ամուր մնա, դուք եք կոչ անում եւ շատ ճիշտ եք անում, որ չի պիտի հրաժարվի վեհապարը, ինքը շարունակի մնալ, բայց կներեք, էլի, հիմա վեհապարը ոնց պիտի պաշտպանվի։ Այս մարդը ամբողջ պետական իշխանական ապարատը քարոզչությամբ հանդերձ կատաղի դրել է եկեղեցու դեմ, ճիշտ է։ Այստեղ է որ պիտի ընդդիմությունը առնվազն ինչ որ բաներ անի, բայց մի հատ լավ ձև է գտել այսօր ընդդիմությունը իր համար, ոչինչ չանելու, դե պիտի մեզ բանը եկեղեցուց ասեն, պիտի կաթողիկոս ասի, պիտի չգիտեմ, ինչն է կաշկանդում իրենց օրինակ։ Հիմա մենք շատ ենք ասում, չէ՞ որ գլոբալիստների ձեռքն է։ Ես պարոն Բոզյանի հետ էլ այս հարցը քննարկում Միացյալ Նահանգները, Թրամփը փորձում է ազատագրվել, Եվրոպա միությունն է նրանց ձեռքում, բայց արդյոք մենք չունենք, ազգային ուժերը չունեն դաշնակիցներ, չեն կարող դաշնակիցներ գտնել այդ երկրներում, նույն Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Եվ որpիսի մեր ձայնը հասնի իրենց, ընդդիմությունը պիտի գործի, հասարակական հանրային գործիչները պիտի գործեն եւ աղմուկ բարձրացնեն, որ հայ առաքելական եկեղեցու դեմ մեծ արշավ է, քրիստոնյա աշխարհին դիմեն։ Առաջին քայլերից մեկը, օրինակ ինչ որ ակցիաներ անեն դեսպանատների մոտ 10 օր շարունակ, 5 օր շարունակ, գուցե այդ օրվա իշխանության մոտ արձագանք չէ, բայց այդ նույն ներսի ազգային ուժերի կողմից իրենք էլ կարող են բարձրաձայնել, որ այս ինչ է կատարվում։ Դրա պաշտպանության կարիքը կա, բայց տեսնում ենք, որ այս իմաստով ընդդիմությունը ոչինչ չի անում, դրել է եկեղեցու գրպանը, վեհապարը, դե ինչ կասի կանենք, դե կասի թե չի անենք, եւ այսպես Նիկոլը շատ ազատ շարունակում է գործել։ Անժելան, մի քանի հարց բարձրացրեցի, ես դա պատասխանեմ։ Նախ, որ Տրամփը Եվրոպան, չգիտեմ, Պուտինի գլոբալիստների դեմ են։ Ոչ, իմ կարծիքով նրանք գլոբալիստների դեմ չեն, պետք է կարդալ։ Եվրոպան պատանդ է վերջի գիրքը կարդալ, փոխվում է։ Գլոբալ աշխարհի մասնակիցներ չեն ուզում, որ ասենք Հայաստանը, Վրաստանը, մանր պետությունները մասնակցեն, այլ ասում են բաժանենք 7-8 կամ գուցե 9, ես գտնում եմ 8 ռեգիոնալ գերակտորության, այլ նրանք գլոբալ աշխարհի խնդիրներով թող զբաղվեն։ Գլոբալ աշխարհի խնդիրներն այնքան շատանում են, կլիմա, երկրագնդի տաքացում եւ այլն, որ ջանքերի միավորում է պահանջում։ Այդ ուրիշ հարց է։
Եվ այդ ընթացքում Հայաստանը մենք այնտեղ տեսնում ենք իմ գրքում գրված Հայաստանը շանս ունի, երկու շանս ունի, կամ Ռուսաստանի գլխավորությամբ ռեգիոնալ գերտերություն որպես Ռուսաստանի հետ է, կամ էլ ռեգիոնալ գերտերություն Թուրքիայի հետ է։ Հայաստանը ոչ մի եվրոպական ճակատագիր չունի, եւ ես կասկածում եմ էլ, որ ուկրաինական խաղաղությունից հետո Եվրոպան կլինի։ Անիմաստ է Եվրոպալն էլ դրա համար է Մակրոնը, Մերցը իրենց ճղում են, այն ինչա Իտալիային է, Մելոնին իրենց ճղում են, որ ցույց տան թե Եվրոպա կա։ Բոլորն հասկանում են Եվրոպա չկա, ոչ տնտեսություն աճում, ոչ բան։ Եթե Եվրոպայի միության մեջ մի երկու պետություն աճում էլա, այդ այն երկրներն են, որտեղ եվրո չկա, Լեհաստան կամ Չեխիա։ Մնացածը մեռած վիճակ է։ Սա մեկ։ Սա երկրորդ հարցը, որ դու տվեցիր, ասեցիր ինչ ենք մենք անում։ Դե մենք ինչ ենք անում, ես ինչ եմ գալի, խոսում եմ, գիրք եմ հրատարակել, թռել եմ արտասահման դասախոսությունների։ Ինչ է կաշկանդած ընդդիմություն, ինչի ոչ մի բան չի անում։ Ես մարդու ձեռքերը ես դրա ազատ, կողմն ինքը եմ։ հարցակվել է հայ Ես առաքելական եկեղեցու վրա։ կոչ կանեի ընդդիմության մեջ, հատկապես նրանք ովքեր ռեսուրսներ ունեն, չերկնչեն այն Երկրներ չեն գործիչներին, երկնչում, ասենք Միացյալ Նահանգներ, լավ, եթե դուք ինչ-որ մի միջոցներ րոպե, որ իրենք հանդես կան, ասենք կազմակերպեն մեծ հաճույքով կմասնակցեն, մարդիկ կտրամադրենք 50-100 մարդ միշտ կարող ենք մենք տրամադրել, մի 50-100 մարդ մյուսը տրամադրի, որ ես վստահ եմ, որ եթե օրինակ Դոնալդ Տրամպին ասվի ինչ է կատարվում Հայաստանում, նա ասել է չհասկացա։ Մենք այնտեղ զբաղվել ենք միջնադարյան ինկվիզիցիայով ենք զբաղվում, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյան, դա ինկվիզիցիա է, դա ինքը ինչ է, պատկանում է Իգնասիո Լոյոլայի միաբանությանը։ Բրավո, պարոն Բագրատյան։ Հիմա պիտի վեհապարը հրավիրատոմս ուղարկի, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն, գնան դեսպանատան մոտ աղմուկ բարձրացնեն, որ դա էլ հասնի Թրամփին, Թրամփն ասի, ես ինչ են անում։ Ինչի չեն անում։ Դրա մասին է խոսքը։ Ինչն է կաշկանդում։ Դե Միացյալ Նահանգները այո պիտի գնացվի։ Հարգելի Ֆրանսիայի դեսպան, հարգելի Ռուսաստանի դեսպան, հարգելի Միացյալ Նահանգների դեսպան, այն ինչ որ մենք այսօր անում ենք եկեղեցում, այդ նույն ինկվիզիցիան է։ Լսած կաք Իգնասիո Լոյոլայի մասին։ Փաշյանը դարձել է Լոյոլան։ Չնայած նրա երազանքը իհարկե Բենուտո Մուսոլինին է, որպես ղեկավար, բայց այնուամենայնիվ ինքը բան ուզեր թե չուզեր դարձավ Իգնասիո Լոյոլա։ Ինչպես պայքարեց Եվրոպան ինկվիզիցիայի դեմ, երկար տևեց, չարչարվեց, չգիտեմ, տեկտոնական օրդեր ստեղծեց, Սուրբ Ֆրանցիսկի օրդեր ստեղծեց, ասպետների կարգ բանայեց, որ կարողացան հաղթարել եկեղեցին։ Տեսեք, ընդդիմությունը լոլոներ է կարդում, որ այն մեկը իր աննագծում, այն մեկը ես մենք չենք ուզում նախկինի, չգիտեմ, մեր ձևով եկելա չես հասկանում ինչ է անում, այնտեղ երկրորդ, երրորդ նախագահները էլ ինկացել դեռ բացատրում են, թե Արցախի հիմնախնդիրը մադրիդյան սկզբունքն է, չգիտեմ ինչ են բացատրում, այս փուլում նստած ինչ են խոսում, գոնե այս են թեման է, որ կարող են միավորել կոնկրետ բանել, չեն անում։ Կանեն։ Ինչ նշանակում կանեն։ Այս արդեն դավաճանական։ Թող մի հատ պատասխանեմ, նախ պետք չի մեր ձևովին կպնել, պետք չի առաջի երկրորդ։ Ես ասում եմ գոնե այս հարցը այն հարցն է, որ բոլորը միավորվեն։ Առաջի երկրորդ երրորդ նախագահներին կպնել, առաջը մտցնանք։ Մի հատ մարդն է, որ պաշտպանում եմ դուք եք։ Ես ասում եմ պետք չի կպնել, քեզ չեմ ասում, ես ասում եմ պետք չի կպնել, իրան եմ ասում, վայ։ Հազիվ կամաց ինչ որ ծիլեր են երևում միանալու, պետք է դա խրախուսել։ Երևում է որ։ Ինձ համար այսօր կարևորը, երբ որ ինձ ասում են մեզ լավ վերաբերվի, չասեմ, վերջերս նորից նոր ձևորս քաղաքական ուժ մի 3-4 ամիս առաջ է ձևորվել, ասում են լավ վերաբերվենք իրար հետ, մենք լավ բաներ ենք ուզում, ես ասում եմ մենակ ասեք, դուք այս իշխանությանն ու այս ԿՊ-ին դեմ եք, թե չէ։ Այսքան բան ասեք, ես ձեր հետ խնդրեմ չունեմ։ Բոլորն ասում են։ Չէ, Խաչատուր Քոքոբելյանի տեխնացուի նման էջմիածնում ոնց էր ասում, վաղաշապատում ասում է, ոչ ենենք, ոչ էսենք, ոչ սա ենք, ոչ նայենք, մի քիչ են տենց էլի, տենց չկան ուժեր, կան էլի, կասեն ոչ տենց, ոչ տենց։ Այստեղ մի հատ հարց կա։ Գոլջուր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարմիր գիծ է։ Ինքը անցել է բոլոր տեսակի այնպիսի նորմեր, որոնք հայ ժողովրդի գոյաբանական հիմքն են կազմում։ Այսինքն իրանք ինձ ասում են, կարա, ես եկեղեցին չի ասում, լավ կարա։ Կարա, Ղարաբաղի մասին խոսք չլինի։ Մուշի մասին ես քեզ չբերեցի այն չինացու գիրքը 2 օր առաջ ցույց է տվել, բանի մոտ չինարեն 975 էջ։ Չի Պեջինգի գիրքը։ Եվ հայերեն 2.500։ Գիրքը Հայաստանի պատմությունն է, բայց անվանել է հայկական քաղաքակրթության պատմություն, այդպիսի գիրք այդ մարդը, այո, այդպիսի երբ որ դրա աղբյուրագիտությունը նայում ես,
Ուզում ես ասել պատմաբան, անուն չեմ ուզում տամել մի երկու հատ ակադեմիկ, գնաս ես մի հատ գիրք գրի։ Հետո շի էս աշխատանքը տարվում է, մարդիկ գրում են, նույնիսկ այդ գիրքը, գիտես, ինչքան ռեսպեկտաբելնի բան է ինքը, հասկանում եք դուք։ Երևի մի օր թարգմանենք այդ մարդուն չեն կարողանում հրավիրել դասախոսության, որտեղ նա համարում է, որ Արցախը հայկական քաղաքական օջախ է, Մուշը վանը հայկական քաղաքական օջախ։ Եվ գրում է տենց, եւ տպում է, եւ այդ գիրքը վաճառվում է, ինձ 5 օրինակ նվիրեց, ես մեկն եմ կարողացա բերել, որտեղ 7 կիլոգրամ է գիրքը։ Չինարենով է։ Չինարենով։ Դու այդ գրքի խաթր արժ չինարեն էլ սովորել, ինչ ա եղել։ Մի 6-7 լեզու սովորել եք, մի հատ էլ սովորենք արդեն, ինչ անենք։ Այսինքն որ աշխատանք չեն, այս ձևի գրքեր են գրում։ Ցույց տվեք մի հատ սփյուռքայ, բացի Ռիչարդ Հովհաննիսյանից, որ հատորներ ա գրել, որ թեկուզ էս բան արել։ Ես չեմ ասում, որ մենք ասենք գրանք Վարասյունին քննադատենք, չէ՞, գիտեք ինչ կա։ Այսքան էլ ա գրել էլի լավ է։ Բայց մեր հայերը Պատմության ինստիտուտը դա 5 չինարեն 975 չէ, հայերեն 6.500 էջա։ 5 հատոր, նա կարող է տես բան գրի։ Մանավանդ հիմա, որ Փաշյանը կարդալու ասելու ես չեղով։ Հիմա մեր այդ ինքնությունը վրա հարձակվել է։ Մարդը հարձակվել է։ Մենք պիտի պաշտպանվենք։ Այո, հարձակվել է։ Մարդը իրան դրել է ինկվիզիտորի տեղ եւ հարձակվում է մեր վրա։ Կապ չունի, ինքը իր ամոթում է հրավիրում, Բենտլի հրավիրում, Դավաճան Սարփազան, մյուսը երեխա ունի, հոմոսեքսուալիստ է, ինչ է, վաբշե իրան չի հետաքրքրում։ Ինչա իրան իրավունք վերապահում մասի սեն։ Դե, մարդը գտնում է, որ եթե ինքը ասի, պատասխան չի ստանա։ Չէ, բայց իր կողքին նստած հիմա մենք իրար խոսում ենք, ես դուրս կամ գնամ, նոր ճնշումներ կլինեն անպայման։ Այդ է։ Բայց ոչինչ, սենց բաներ եղել են, սենց ճնշումներ եղել են։ Ոչինչ։ Հայ մեր կաթողիկոս ենք ունեցել, որ պայքարել է մեր համար, Շահաբասը հավաքում էր հայրին տանում էր, իր կարծիքով ված բան չեն անում Շահաբասը, հələ տես պատկերացրու 17-րդ դարի սկիզբը։ Շահաբասը գալիս ասում է, հայր, շատ լավ ժողովուրդ եք։ Ես էլ լիքը դատարկ տեղ ունեմ։ Տանեմ, միայն Իսպանում մենք 30 եկեղեցի ունենք կառուցած։ Հասկանում եք։ Ձեզ տանեմ այնտեղ առևտրի մենաշնորհ ամեն ինչ ապրեք, էլի ինչ եք ուզում, այստեղ պիտի ապրեք։ Ես այստեղ պատերազմ ունեմ Թուրքիայի հետ։ Բայց ոչ կաթողիկոսն է հելը գնացել, ոչ մյուսը։ Պատկերացնում եք, սով է եղել։ Այո, երբ որ մեկ Թուրքիան ասում են, բանդեղ հայ չկար բան, մի պահ որ Շահաբասը դատարկեց, շատ քիչ հայ է մնացել։ Մենք շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց դուք կարծում եք, բայց դուք Շահաբասը, եթե ես համեմատեի Շահաբասի Նիկոլ Փաշյանի հետ, Շահաբասը շատ ավելի դրական կերպար է։ Առավել ակտիվ պիտի լինի վեհապարը հայ առաքելական եկեղեցի, թե դա մեր գործն է։ Ոնց է ասում գրողը, հետևը սուր, առաջը ջուր, հիշում եք, ոնց է գրել։ Հիմա իր գործն է, թե մեր բոլորիս գործն է։ Ինչը։ Բոլորիս գործն է, ինքը թող մեկ հրավիրի խորհրդակցության ճամաչի։ Թող հրավիրի ինֆորմացիա տա քաղաքական ուժերի հետ, ընդդիմադիր իհարկե քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիա ունեցել։ Թող ԿՊ-ին հրավիրի, դա չի է թա։ Այնտեղ ով կա այն դաշտում, Արամ Զավենի Սարգսյանը հրավիրի, դա չի է թա։ Հա, կարա ձենհանի Արամ Զավենի Սարգսյանը, որ կամ Տիգրան Խզմալյանին հրավիրի։ Խորշուդ Դովսեբյանին հրավիրի։ Այո, թող իրանց էլ հրավիրի։ Ասի տղա ջան, Նիկոլաս ասում, դուք ինչ եք ուզում։ Ֆիքսենք։ Ով կանտեղ Նիկոլին հարող քաղաքական ուժերից, հարող են, հարող չեն։ Երբ ուժեր կան, որ չես իմանում ինչ են։ Դե հիմա չես իմանում ինչ են, դու Հիմա, բայց դու անուններ տվեցի եւ 3 նախագահան, եւ մեր ձևով շարժում է, եւ ասենք հայեղապական դաշնակցություն։ Դաշնակցությունը, то հայակվեն կուզես իմանալ, Արման Թաթոյանի շարժումը։ Իհարկե ես կուզենայի դրանք միավորվեն։ Միավորվեն։ Բայց ինչ։ Գագիկ Ծառուկյանն է։ Ծառուկյանը թող հայտարարի, որ ինքը դեմ է Փաշյանի։ Չի ասել դες բան։ Ծառուկյանը թող հայտարարի։ Այդ դեպքում լրիվ ուրիշ վերաբերմունքի կարժանա։ Կարող է Ծառուկյանը չել ուզում մտնի քաղաքականություն, ես ինչ իմանամ։ Հասկանալի է։ Սամվել Բաբայանը թող հայտարարի, որ ինքը դեմ է Փաշյանին։ Օրինակ Ծառուկյանը Քրիստոսի արձաննակառուցում ունիկալ բան անում, շատ ունիկալ։ Ինքը դեմ է կաթողիկոսին, թե Նիկոլին է դեմ։ Հա, պիտի հիմա այն բանը որտի բոլորը խոսեն։ Բավո ես ինչ իմանամ։ Այսինքն լոլոների ժամանակ չի։ Արամը առաջինն է, մյուս Արամ առաջինը թողելն է հայտարարել։ Քաղաքական ուժերն է, դե առաջին նախագահը ասել է,
Երկրորդը ասել է որ Առաջի, երկրորդ, երրորդ ասել են։ Այո, դուք ասել եք։ Նրանք լրիվ մաքրվել են միասին այս ֆոնի ասել վրա, է, ուրեմն նրանք ինչ որ այդտեն զանցանքներ չունեին, որպեսզի ձեռնպա մնային, հելան արտահայտվեցին։ Ծառուկյանը պետք է ասի, Բաբայան Սամվելը պետք է ասի, Արամ առաջի կաթողիկոսը պետք է ասի, որ ես հասկանամ ինչոց է։ Հայակվեն ասել է դեմա խոսել, Թաթոյան Արմանը դեմա խոսել։ Հասկանում եք։ Դա մի քիչ ուրիշ վիճակ է։ Ես օրինակ առաջարկեցի 3 որ Պարքև Սրբազանն է պիտի խոսի։ Հա, ես չգիտեմ Միացյալ Նահանգներում է։ Բուժվում է կամ ինչի հասկացանք, բայց խանգարում է որ երկու նախադասություն ասի, ես հայ առաքելական եկեղեցու կողքն եմ, վեհապարի կողքն եմ եւ դավաճան սրիկ եմ։ Մտավորականություն կա թե չէ։ Երկու ակադեմիկոս պատմաբան կան, բանը Մելքոնյանը եւ Սաֆրասյանը, նրանք ինչ են մտածում, ես հարց եմ տալիս։ Բան չեք ակադեմիկոս։ Իրանք հիացած են Սուրեն Կարծեմ Պապիկյան։ իրանցից- Ես ասեք իրանք հիացած են Սուրեն Պապիկյանի սահմանա ինչեր է կառուցել ընդեղի փրթե։ Սահման պաշտպանական գոտիներով հիացած հայտարարություն արեցին, չէ՞, այդ ակադեմիկներից Սաֆրասյանը։ Բա ում է ինքը պետք։ Հաստատ մեզ պետք չի, ոչ էլ հայ Այդ ժողովրդին։ պատմաբաններից, եթե չեմ սխալվում, միայն Ռուբեն Մելիքյանն էր Այո, այդ դա։ այո։ Ես ուրիշ չեմ հիշում, եթե ես որևէ մեկի տանունը չտվեցի, դուք դարել եք, ես հազարներով Չէ, ասում են, այդ մտավորականների անունը մի տվեք, ասենք 87 տարեկան է, 87-ամյա տա Աստված մի 50 տարի էլ ապրի Ամիր Խանյանը, 60 տարի։ Ասենք ես դեմ չեմ որ 60 տարի էլ ապրի, լավ կլինի, կաղոթեմ, Ռոբերտ Ամիր Խանյանը։ Ասենք 82-83 տարեկան կամ ավել Մանսուրյանը, Փելեշյանը այդքան, բայց երբ որ իրենց հոբելյանական համերգներն են, շատ փառահեղ իրենք ներկա են, գիտեք, չէ՞։ Այսինքն ֆիզիկապես կարող են ներկա լինել։ Վստահաբար ինչ որ խոսքել են ասում։ Օրինակ հարցակվել են հայ առաքելական եկեղեցու վրա։ Մեր այդպես բան մտավորականներ են, ձայն լսել եք իրենցից։ Մեկը ասել որ անհարմար բան է կանում։ Սպասի, երկչույներից ով ասեց։ Մեկն ասեց երկչույներից։ Ինչ երկչույն։ Շպրոտը։ Չէ։ Օպերային երկչույններից։ Օպերային երկչույններից ես չեմ լսել ինչ որ մեկ ասել, չգիտեմ։ Չէ։ Լավ, ես անուններ եմ տալիս, որ կարող են, չէ, ինչ որ գրողների միությունը կարող է միանալ եւ ինչ որ երկչույնից Շուշանա Պետրոսյան խոսել է։ Շուշանի հետ կապված ամեն ինչ པարզ է, հիմա Շուշանը པարզ չի, որ պիտի։ Շուշանը մտավորական չէ, էլ ո՞նց է մտավորական։ Պարզ է, չէ, որ դի պաշտպաներ, ով է կասկածում։ Դες անգից չեմ հիշում, պետք է մեկը հավաքել, գրողներ կան, չէ։ Ինչ հավաքեն, ինձ ասում են 40 անգամ զանգարի, գուցե մեկը կարձագանքի։ Խնդրել աղաչել, որ կարող է մի նախադասություն ասեք, որ չի կարելի հայ առաքելական եկեղեցու վրա հարցակվել։ Չէ, չեն ասում։ Սա տնտեսից է բողոքում։ Ես քննադատական հոդվածներ գրել եմ հայ առաքելական եկեղեցին 12-13 տարի առաջ, որ Տիգրան Սարգսյանն ուզում էր հարկային արտոնություն տալ, ես ասում եմ պետք չի։ Ես հիմա էլ եմ կարծում որ պետք չի տալ։ Չէ, Ռոբերտ Ռուբեն Մաթևոսյանն էլ կարող էր բա ուրա։ Ժողովրդական երկիշների շարքեր բաներ։ Չէ, այսպեսին է։ Հիմա կարող եմ մենք մեզ լավ չենք ճանաչում, պարոն Բագրատյան։ Շատ դաժան բաներ չասեք, բայց այնպես ռետորիկ հարց եմ տալիս։ Դե հիմա դու ինձ գրգռում ես, ես հիմա հասցնես նրան, որ մի հատ դու ասա, մի հատ կոպիտ խոսք ասեմ, նորից դատերի շղթան մեռանք ես դատերի մեջ։ Ես շատ ռետորիկ նուրբ հարց տվեցի, ինչ ասեցի, ասում եմ, կարող մենք մեզ լավ չենք ճանաչում։ Ցածր ձայնով էլ հարցնում եմ։ Չէ, Անժելա, չէ, այդպես բան չմտածես։ Լավ ենք ճանաչում։ Այս ազգը հաղթել է։ Մի մարդը կարա փոխի։ Մի մարդը կարա փոխի։ Այս ազգի միշտ այդ անհատներն են փրկել։ Հիմա այդ անհատների տեղերն էլ ոնց որ գիտի, Սրբազաններին փակել է Վարդան Ղուկասյանը, տեսակ վերկացավ։ Վարդան Ղուկասյանը, տեսակ ինչ լիդերի հատկություններ ունի, առաջնորդի հատկություններ ուներ։ Մարդը վերջերք են, մենակ ասեն գալի եմ ձեր փողոցը կառուցեմ, ասում են ձեզ տեր կանգնեք, մեզ պետք է տեր կանգնեք, ռուսական բազան որ անում ենք, ով է մեզ տեր կանգնելու։ Մարդը շատ կոնկրետ քաղաքական բան հարցեր է, չէ՞ նաև բարձրացնում։ Ազգային հարցեր է, չէ՞, որտեղ է հիմա Վարդան Ղուկասյանը։ Լավ էլի, հիմա ինչ։ Որտեղ է Վարդան Ղուկասյանը։ Մի քանի ամիս էլ թողնստի ինչ է, հիմա ինչ անենք։ Չէ, հետո Սամվել Կարապետյանը որտեղ է ամենամեծ բարերարը։ Սամվել Կարապետյանը իր փաստորեն ամբողջ այդ կարողությունը դրեց այդ իր վրա վերցրեց այդ բեռը, այդ դժվարությունը, դրեց դժվարության տակ, եւ ես վստահ եմ որ Սամվել Կարապետյանը հաղթելու է։ Վարդան Ղուկասյանը հաղթելու է։ Էլ Բաքվի բանտի, դիր Մարիամ, Բաքվի բանտում մեր գերիների մասին էլ մոռա բան չկա, ձայն չկա։ Աննամոթի պես է խոսում ենք, երկիրը զարգացրել ենք։ Արցախի համար այն որ մենք ենք արել, ասում ոչ մեկ չի արել։ Դուք սենց տեսել եք սենց բան։ Ոչ ոք չի արել, ճիշտ ասում։ Ինքը Արցախը հանձնել է, ուրիշ ով էր Արցախ հանձնել։ Չէ, դե լավ բան, որ այնքան որ ես եմ արել։ Հանձնել են լավ բան է համարում։ Ասում առոք բարոք Հայաստանում ապրում եք, ինչ եք ուզում։
Բան չի չենք ապրում, այնա Ուզում եք սաղիթ մտքիդ կար փախնելու, ենել ես եք ասի արա դե սաղիթ մտքիդ կա փախնելու, արի ես տամ Արցախը դուք փախեք։ Բա Հայաստանը հիմա ոնց որ Հայաստանի վրա է կենտրոնացել։ Հիմա բա իշքանի։ Դե Հայաստանը դե հիմա գիտեք ինչ կա, Հայաստանը չի կարողանում մարսել։ Չի կարողանում մարսել։ Հայաստանը պաշտպաններ ունի, Հայաստանը չի կարողանում մարսել։ Մենք տեսեք բողոքում ենք Մեղրի բան Միջանցքը իհարկե տենց է։ Ինքն էլ ասում է, չէ, ընդ ինչ իշխանություն գրել են։ Բայց նույնիսկ Տրամպը Պարոն Տրամպը ասել է լրիվ մի տուրես ինչ ասում եք, այն ինչ ասում է դու տալիս ես, մի երկու բան ա գրել արա։ Հասկանում եք, նես չի որ սաղ մեր թշնամին են էլի։ Դե եթե բայց մարդին գիրա թշնամին է, իրան ոչ մեկ չի կարող է օգնել։ Հա, դե չէ, Դե հիմա ժողովուրդը որոշել է։ Դե ինքնին հասկանալի։ Տեր չկանգնի, ոչ մեկ չի, այդպես չի լինում էլի։ Հիմա կարող է մի անգամ մեր բախտը բերել է ռուսները բան, ամեն անգամ այդպես։ Չէ, չնայած այն ժամանակ մենք կա այն տղերք։ Այնպես չէր էլի որ ռուսներին, բայց այդ գիտակցումով տղերք ունեինք, չէ՞, անհատներ ունեինք։ Դարասկզբին էլ, նախորդ դարասկզբին էլ, էսել կային այդպիսիք։ Լավ։ Շատ բանի տոնը մի բաների, բանի մեջ մի եղի, նեգատիվի մեջ շատ մի եղի, Անժելա կանցնենք եթան ինչ ասեմ, էս էլ փորձանք էր։ Ռուսաստանը Բայց զատո Իրանից հետո պատկերացիք ինչքան լավ, առաջիկա 100 տարում մենք ուրիշ դավաճան չենք ունենա։ Բա։ Հա։ Հա։ Բոլորի հասցեներ արդեն ունենք, հա։ Կարծում եք։ Դե որովհետև մի հատ տեսան էլի։ Օրինակ հիմա ենթանենք, ասենք թվում է թե անկեղծ ասում, հետանք բերեմ կոնկրետ օրինակ Տիգրան Խզմալյանը խոսում է դժգոհում է Նիկոլից, ասում է գարշահոտության մեջ ընկար, չեն գնում Եվրոպա։ Բայց կա Հրանտ Բագրատյան, չէ, որ ասում է գուցե Տիգրան Խզմալյանը ինչ որ բանի մեջ ինչ որ բանի համար պետքա կանա, չգիտեմ, ռեժիսոր է ինչ է։ Այդտեղ էլ է բանի պետք չի։ Այդտեղ էլ երևի չունի։ Չի լինում, արդեն թե միտեղ անտաղանդ է մյուս տեղում։ Չի ստացվում, բայց ես ձեզ ասում եմ ժողովուրդ, ես ձեզ ասում եմ որպես մտավորական։ Եվրոմիությունը քանդվելու է հաստատ։ Մենք այդտեղ անելիք չունենք։ Մենք մտնել ենք Եվրոմիություն, մենք հրաժարվում ենք այնպես բաներից, որ մենք հայտնվում ենք այնպիսի տարածքում, որ մեզ կոչնչացնեն։ Եվ Եվրոպան էլ հասկանում որ իրան դա պետք չի։ Այսօր այդ ընդլայնման կոմիսար հայտարարություններ արել Հայաստանի եւ Ադրբեջանի մասով, այդ հայտարարությունը ցստակ բխում որ լավ է երկուսով առաջ գնում եւ այլն, ոչ մի խոսք դեպի մեզ Եվրոպայի ընդլայնման մասին պետք է չի գնանք միտեղ, որտեղ ոչ մի զարգացում չկա։ Իմիջիայլոց գնաց բարձր քանշանի բանի արժանացավ Նիկոլը թուրքական, թյուրանական, չգիտեմ ոնց ասեմ, Ղազախստանում գնացին, գցեցին վզը, բաներ Զելենսկու նման էր, հիշում եք, որ մի ժամանակ գնմեր ուր գնմեր, կա բաներ, խաղացապին տալի, բաներ մեդալներ գնում են։ Հայ կաթողիկոս Եսայա Հասան Ջալալյանն էր, ով էր, որ հրաժարվել էր Սուլթանի տված ամենաբարձր պարգևից։ Չէ, հիմա այս արևմտամետները ձեր մատնանշած կամ իմ մատնանշած Արման Բաբաջանյաններ, չգիտեմ Խզմալյաններ, Խուշուձովներ, եսի ինչեր, այն որ թուրքից ավելի շուն էր, շնից ավելի թուրք էր, ինչ էր թուրքի շուն էր ուզում, չգիտեմ, տես մարդիկ կային։ Օրինակ հիմա ինչ են ասելու, այն ասում էին, Ռուսաստանը հետա մնաց հետ խորհրդային երկրները Ղազախստան գնացել մեդալ է ստանում, բա Եվրոպա էր տանում, չէ՞, այս մարդը ոնց որ, հա։ Հիմա կոմոտով ասե, որ մեր վիբրնա կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Դուք։ Ահա։ Տոկայով ով